Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն նշանակվեցին նույն օրը 1995 թվականի հուլիսի 5-ին։ Սահմանադրությանը կողմ քվեարկեց ընտրողների 68%-ը։ Խորհրդարանական ընտրություններում 43.9%-ով հաղթեց Իշխանական Հանրապետություն դաշինքը, որը ներկայացնում էին ՀԸՇ-ն, ՀԸԿ-ն եւ մի քանի այլ կուսակցություններ։ Երկրորդ տեղում Շամիրամ կուսակցությունն էր 17.4%-ով։ Երրորդը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր 12.4%-ով։ Չորրորդ տեղում նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, նախկին Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Վազգեն Մանուկյանի ազգային ժողովրդավարական միությունն էր 7.7%-ով։ Հինգերորդը Պարուր Հայրիկյանի ազգային ինքնորոշում միավորումն էր 5.7%-ով։ Շամիրամը 1990-ականների առաջին կեսի ֆենոմեններից էր, որը 8 անդամով անցավ խորհրդարան, հավաքելով 130,000 ձայն, առաջ անցնելով հիմնական ընդդիմադիր ԱԺՄ-ից ու կոմունիստներից։ Քաղաքում խոսում էին, որ Սիրադեղյանն է կանգնած Շամիրամ կանանց կուսակցության բրենդինգի ու առաջխաղացման հետևում։ Կուսակցության հայտնի անդամներից էին Հրանտ Մաթևոսյանի դուստրը Շողեր Մաթևոսյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են։ ԵԱԿ դիտորդները այդ ընտրությունները որակեցին ազատ, բայց ոչ արդար։ Իսկ 96-ը մարդկանց հիշողության մեջ մնաց որպես աղմկոտ, չարաբաստիկ, վիճելի, կեղծված նախագահական ընտրությունների տարի։ Աղմկոտ բառն օգտագործել է Լևոն Տեր-Պետրոսյանը, չարաբաստիկը Վանո Սիրադեղյանը, կեղծվածը Վազգեն Մանուկյանն ու ընդդիմադիր հատվածը, վիճելին միջազգային հանրությունը։ ԵԱԿ-ն, որ դիտում էր ընտրությունները, դրանք համարեց նաև միջազգային չափանիշներին չհամապատասխանող։ Հետընտրական զարգացումների, հակակառավարական ցույցերի, ազգային ժողովի շենքի գրոհից բացի ընդդիմության տեխնացու Վազգեն Մանուկյանը Տեր-Պետրոսյանին մեղադրում էր ընտրությունները կեղծելու իր հաղթանակը գողանալու համար։ Ասուբերժ Տեր-Պետրոսյանը խամաճիկ է հանցագործ խմբերի ձեռքին։ Վազգեն Մանուկյանը հանցագործներ էր համարում Վանո Սիրադեղյանին ու Վազգեն Սարգսյանին։ Մանուկյանն ու իր կողմնակիցները գրոհեցին ազգային ժողովի շենքը ընտրություններից 3 օր անց 1996 թվականի սեպտեմբերի 25-ին։ Ծեծի ենթարկելով ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանին ու փոխնախագահ Արա Սահակյանին։ Ի պատասխան մեկնաբանելով խորհրդարանի վրա գրոհը, Վանո Սիրադեղյանը Մանուկյանին եւ նրա թիմակիցներին անվանեց հոգեգարների խումբ։ Նրանք որպես քաղաքական գործիչ մեկընդմիշտ դիակ դարձան։ Եվ կձերբակալվեն բոլոր ղեկավարները, հրահրողները, բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ ջարդը եւ ծեծը, եւ դուք հեռուստատեսությամբ կտեսնեք, թե ինչի է ընդունակ հոգեգարների մի խումբ, որոնք իրենց քաղաքական գործի տեղ են դնում։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց. նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի ձայների 100%-ը, ոչ բանակը, ոչ ազգային անվտանգությունը եւ ներքին գործերի նախարարությունը չեն ընդունի նման առաջնորդներին։ Հետագայում Տեր-Պետրոսյանը 2011 թվականի հոկտեմբերի 3-ի իր ելույթում հիշեց, որ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժ Սարգսյանի վրա, որպես ազգային անվտանգության նախարար։ Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին։